Հա, լավ։ Սրբազան այսօր մայիսյան եռատոնն է, բայց ցավոք սրտի 33 տարի անց ունեն կորցված Արցախ, ունեն կորցված Շուշի ու հազարավոր զոհեր։ Ինչ կասեք օրվա խորհրդի հետ կապված։ Ինչ ուղղակում ենք տոնում մայիսյան եռատոնը այս։ Առաջինից պահին նախ ուզում եմ մեր խոնարհումը վերստին հայտնել մեր նահատակ զավակներին, մեր եղբայրներին, հայրերին այս Եռաբլուրի սրբազան վայրում եւ միևնույն ժամանակ վերստին հաստատել, որ մենք այսօր այցելում ենք իրենց հաղթանակած մարդկանց, իրենցից խնդրելու մեզ հաղթանակի առաջնորդելու, որը դժբախտաբար ուրացողների ձեռքով դարձավ այս պահին դարձավ պարզապես ոչինչ։ Այդ հաղթանակն է գողացվել, այդ կենսագրությունն է գողացվել եւ ես շարունակաբար ասելու եմ դրա մասին, այդ պատիվն է գողացվել, այդուհանդերձ այդ սխրանքն ու հերոսությունը ոչ ոք չի կարող մեզանից ոչ խլել, ոչ էլ ջնջել մեր կյանքից, որը առաջին հերթին պատկանում է Եռաբլուրի մեր հերոսներին եւ մեր բոլոր նահատակ զավակներին։ Մենք այսօր նշում ենք երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը, ինչպես նաև եւ հատկապես շեշտում ու նշում ենք Շուշիի ազատագրության օրը եւ մեր պաշտպանության բանակի հիմնադրման օրը։ Դա անբեկանելի ճշմարտություն է, գոյություն ունի մեր կյանքում, մեր կենսագրության մասն է կազմում։ Եվ հետևաբար այն պիտի ոչ թե հուշ դառնա պարզապես մեզ համար, հեռու ինչ-որ մի բան, պատմության անիվներում գտնվող, այլ պետք է մեզ համար դառնա ուղղակիորեն վերակազմավորվելու, առաջ գնալու եւ մեր հաղթանակները վերստին ետ նվաճելու, որը մեզ է պատկանում եւ ոչ ուրիշին։ Եվ ինչպես շատ հաճախ եմ ասել եւ ինձ համար կյանքի համոզումը դա, մենք կոչում ունենք այսօր մեր տղաներին հաղթանակ, երազ եւ հայրենիք վերադարձնելու։ Սրբազան ամեն անգամ երբ որ ընդդիմությունը խոսում է տարածքների վերադարձի, հայրենիք վերադարձի մասին, իշխանությունը ասում է լավ, իրենք ինչ են ուզում, մենք գնում ենք խաղաղության, փորձում ենք բանակցությունների միջոցով հարց լուծել, իրենք ինչ են ուզում, պատերազմ են էլի ուզում։ Ուրեմն Արցախի կորուստը, մեր բոլոր տարածքների կորուստը, մեր բազմահազար զավակների նահատակությունը, վիրավորումը, անհայտության մեջ գտնվելու փաստը,
ռազմագերիների արկայությունը Բաքվի բանտերում եւ մեր բոլոր դժբախտությունները ինչ որ կան այսօր, որի մեջ մենք ապրում ենք, այսօրվա իշխանության ճակատինը դաջված որպես խարան եւ դա մնալու է այդպիսին անկախ նրանից թե իրենք ինչ կխոսեն, ինչ կասեն, ինչ կբարբաջեն, ինչի մասին կգոռան, կկանչեն, կաղաղակեն, նշանակություն չունի եւ այսօրվա ապրողները եւ պատմությունը դա որպես խարան դաջել է արդեն իսկ իրենց ճակատին։ Այս ամբողջ դժբախտությունների պատճառը իրենք են, այս ողբերգության պատճառը իրենք են, որ մենք այսօր ամոթով ենք մուտք գործում եռաբլուր, մինչդեռ ժամանակին մեր գլուխները բարձր գալիս ենք ծունկ խոնարհելու մեր զավակների առջև։ Վերստին եմ կրկնում, ինչ քաղաքական կամ այլ տիպի խոսակցություն կունենան կամ կասեն կամ փորձեն պատճառաբանել, այդ բոլորը պարզապես աղբանոցի ենթակա են, որովհետև իրենք պատճառն են եւ դա դաջված է որպես աղվեսադրոշ մի առիթով եմ ասել իրենց ճակատին եւ դա պատասխանը պահանջում անընդհատ։ Երկրորդ, խաղաղության մասին երբ խոսում են, խաղաղությունը մուրացիկ խաղաղություն չի լինում, սպանող քայքայող խաղաղություն չի լինում, խաղաղությունը հաղթանակով է ձեռք բերվում, հաղթանակած ես կունենաս խաղաղություն, հաղթանակած չես ունենա խաղաղություն, ոչ տարածքներ հանձնելով եւ ոչ այլ կերպով, սա ոչ մեկի հորենական տունը չի, որ ինչ որ մի բան հանձնեն եւ դրա դիմաց խաղաղություն ստանան, խաղաղություն չի կարող լինել երբեք, քանի չունես հաղթանակ, իսկ այդ հաղթանակին պետքա պատրաստվել, մեր թշնամիները տարիներով պատրաստվել են եւ ահավասիկ այսօրվա հենց ձեր նշած չարիքի իշխանության պատճառով եւ միջոցով նրանց ուրացման պատճառով մենք այսօր զրկվել ենք խաղաղությունից, թե ներքին անձնական խաղաղությունից, թե ընդհանրական խաղաղությունից։ Այդ թեզը չկա, գոյություն չունի։ Այո, մենք վերստին հաստատում ենք եւ սա ուզում եմ ուղիղ կերպով ասել բոլոր քաղաքական գործիչ, հասարակական, փորձագետ, վերլուծաբան, ինչ ուզում եք ասեք, բոլորին եմ ասում։ Մենք պետք է մեր պատիվն ու տունը վերականգնենք եւ դա ես մի անգամ չէ որ ասել եմ, նորից եմ կրկնել, դարձել է իրենց համար թեվավոր խոսք, այո, ոսկե պարով Արցախ գնալու տեսիլքը, տեսլականը, կամքը, ձգտումը երբեք չի դադարելու մեր մեջ։ Մենք պիտի կարողանանք, կոչված ենք անելու դա, որովհետև ոչ եռաբլուրը, ոչ էլ սերունդները մեզ որևէ կերպով չեն ներելու։ Սրբազան հայր ասացիք, որ պարտությամբ հողերը հանձնելով չես կարող հաղթանակ կերտել, բայց իշխանությունները նշում են, որ օրինակ դուք ոսկեպարով Արցախ գնալու մասին խոսեցիք, իրենք էլ որպես վկայություն, ինքնիշխանության, պետականության վկայություն Կիրանցի պատն են փաստարկում, նշելով, որ դա Հայաստանի երրորդ հանրապետության վկայությունն է։ Այո, Կիրանցի պատը մեր ամոթի պատն է, ամոթի պատ, ուղղակիորեն ամոթի պատ, իսկ մնացած բոլոր բարբաջանքները ինքնիշխանության մասին եւ այլն, անկախության մասին, այս մարդիկ այդ բոլորը կործանել են, ինքնիշխանություն լինում է սրա նրանից մուրալ խաղաղություն, դա ինքնիշխանություն է, ոչ, խնդրել աղաչել, որպեսզի քեզ քարտեզներ տրամադրեն, դա է ինքնիշխանությունը, ոչ, ինքնիշխանությունը խորհրդարանում հոխորտալն է, այլանդակ ձևով պահվածքն է, կամ որևէ այլ վայրում, կապ չունի խորհրդարանը թե այլուր։ Կապ չունեն այս մարդիկ, ինքնիշխանություն կործանած մարդիկ հիմա փորձում են իրենց այսպես կոչված քարոզչական թեզերը տանել այդտեղ։ Ընդամենը մի քանի օր առաջ խոսում էին տարբեր պետությունների, հատկապես Ռուսաստանի Դաշնության մասին, նրա գործակալ եւ այլն իրեն մասին այսօր վազելով գնացել են Ռուսաստան։ Սա է ինքնիշխանությունը։ Չկա ինքնիշխանություն, ինքնիշխանություն գոյություն չունի։ Այսօր մենք ոչ խաղացող ենք, ոչ դերակատար, ոչ էլ ասելիք ունեցող։ Շատ հաճախ ենք ասել, մենք սեղանի կողքը նստած չենք, այլ սեղանի վրա են դրել մեզ եւ սրանք էլ համաձայնվել են այդ սեղանի վրա գտնվել, այնքան որ կարողանան իրենց փողի եւ իշխանության հաճույքները վայելել, այսպես ասած, ինչ պետություն, ինչ պետականություն, ինչ նահատակություն, ինչ սրբազնություն, ինչ արժեքներ, ինչ գաղափար, ինչ հայրենիք, ոչ մի բան, ոչինչ։ Եվ հետեւաբար իրենք
բառից բուն իմաստով իրավունք չունեն խոսելու ոչ ինքնիշխանության մասին, ոչ էլ այլ բարձր արժեքների մասին, որոնք իրենք համոզմունքով ուղղակիորեն չեն հավատում։ Եվ շատ հստակ է մեզ համար, ինքնիշխանություն կունենաս այն ժամանակ, երբ որ կթելադրես, երբ որ հաղթանակած կլինես, երբ որ աշխարհը քո չափով, քո բաժնով քեզ հետ խոսքի եւ հաշվի կնստի, եւ ոչ թե այսպես աճ ու ձախ հզարնվելով գնդակի պես այս կողմ այն կողմ թափառելով, եւ այդ անպատվությունը, անարգանքը Երանի միայն իրենց է լիներ, մեր ողջ ժողովրդինն է, մեր պետությանն է այդ անարգանքը։ Չկա մի երկիր, մի ժողովուրդ, որ հողեր հանձնելով, հայրենիք հանձնելով հպարտանա, չկա այդպիսի բան, գոյություն չունի, հենց մեր թշնամիներին վերցրեք, ամբողջ իրենց գաղափարաբանությունը ամենա փոքրից աստիճան 1 միլիմետր անգամ տարածք հող, որը սրբազան է, նվաճելու եւ չզիջելու մասին է, ոչ թե հակառակը։ Եվ մեր տներում հիմա մոռանանք դրանց թեման, բայց այսօրվա падգամին կամ այսօրվա խորհրդին անդրադառնալ։ Մեր տներում ամեն քայլափոխի, ամեն տեղ, ամենուր մենք պետք է խոսենք հաղթանակի եւ հաղթանակած խաղաղության մասին։ Մարդկայնորեն եթե ընկալելի չի, դա աստվածային падգամ է։ Մեր Տերը ասում է, ես հաղթեցի աշխարհին, այդ պատճառով խաղաղություն եմ տալիս ձեզ։ Պարտված Հիսուս չի խոսում խաղաղության մասին, այլ հաղթած Հիսուս է խոսում խաղաղության մասին։ Հիմա մեր իրավիճակը նույնն է։ Եվ մենք կոչված ենք ուղղակիորեն այսօր այս ցավը մեր մեջ ներառելով, մեր սրտերում, մեր մտքերում պահելով, գնալ դեպի հաղթանակի տեսիլքը։ Այլ կերպ չունենք ապրելու, հնարավորություն էլ չունենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, սիրով։ Oi.